արդեն բուն ազգային ժողով որ թույլ տան ձեզ կհն որ գրանցի պիտի ունենաք 80 հոգանոց ցուցակ հա ցավոք սրտի դրա 1/3-ը պիտի լինեն տղամարդիկ ես պրոստը եթե ինչ-որ մի բան եթե այսօրվա իմ հանդիպման մեջ ինչ-որ մի բան կարամ համարեմ շատ կարևոր է այնա որ խնդրեմ ձեզ եթե չկան այն ուժերը նույն դաժե այստեղ բոլորին դեմում է այդպեսին չի կամ բոլորին դեմում մի անդամներ այդպեսին չեն որ ուզենայք իրանց ոնց որ միանալ արեք այդ որովհետև մենք հասարակություն ենք ապրում որտեղ որ այդ ոնց որ պահանջա այնքան մեծ ինչքան երբ որ առավոտը զարթնում ես ջուր խմես ու գոնե մի կտոր հաց ուտես ոնց որ այդքան մեծ պահանջա fingers crossed ոնց են ասում դավեց Ես շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլորին դեմ եմ կուսակցության ներկայացուցիչներին, Արամին եւ Հարութին այսօր մեր հրավերը ընդունելու համար մենք հրավիրում ենք տարբեր քաղաքական ուժերի եւ նպատակն է ծանոթանալ ծրագրերին, ծանոթանալ ընդհանուր մոտեցումներին տվյալ քաղաքական ուժի, որը կօգնի մեր գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներին, մեր շահառուներին, մեր կամավորներին եւ մեր գործընկերներին նաեւ ավելի գիտակցված ընտրություն կատարել։ Մենք ցավոք սրտի տեսնում ենք մանիպուլյացիային արձագանք, որը այն ընտրողների համար, ովքեր չեն կողմնորոշում կամ առաջնորդվում են ավելի ծրագրային դրույթներով, թերևս մի փոքր դժվար է կողմնորոշվելը։ Ես նշեմ ֆորմատը, որ մենք պատկերացնում ենք հետևյալ ձև, որ դուք կներկայացնեք ձեր մոտեցումները, ծրագիրը կարճ, որից հետո մեր մասնակիցները կունենան հնարավորություն ձեզ տալու հարցեր եւ այդ հարցերի շուրջ ավելի քննարկումը խորացնելու, թերևս ձեր կուսակցությունը միակն է, որ ունի կին վարչապետի թեկնածու եւ այս մասով էլ կխնդրեմ նշեք ինչպես եկաք այդ որոշման եւ կխնդրեմ ընդհանրապես ներկայացնեք կուսակցությունը եւ կուսակցության ծրագիրը։ Ծրագիրը որպես այդպեսին բաղկացած է 3 կետից, երբ որ դու ընտրում ես ինչ-որ պարզ բան, այդ պարզ բանը հստակ իրագործում ես ու ավելի ես հավասարացում հնարավորությունները տարբեր շերտերի ու ներկայացուցիչների ընտրություններին մասնակցելու գալ քաղաքական դաշտ ներկայացված լինել ու ազգային ժողովի ամբիոնից խոսալ, տենց ամեն ինչ կարող ավելի հետաքրքիր գույներ ստանա, ոնց որ եթե դուք կտես շատ հաճախ ասում են միգուցե դա ավելի մեծ խառնաշփոթ ստեղծի, բայց ես ավելի քան վստահ եմ իմ կարծիքով, որ կարծիքների բազմազանությունը ոչ թե խառնաշփոթ է ստեղծում, այլ ոնց որ օգնում է որ քննադատական մտածողությունը իր լավագույն դրսևորումներ ունենա։ Կարճ էսպես էլի։ Բայց մի քիչ կբացատրեք ինչի 4-ի տեղը 1 է, ոչ թե 2, ինչի այդ բոլորին դեմ եմ թերթիկը ինչի է կարևոր, մի քիչ ավելի մեծ։ Իհարկե ոչ մեկ հստակ չի, մի տոկոսն է ճիշտ թիվը, միգուցե 2%-ն է ճիշտ թիվը եւ այլն, հստակ է որ 4%-ը չափից դուրս բարձր է, մենք որոշել ենք սարքենք բազային 1%, ապագայում ապագա սերունդները կամ ապագա քաղաքական դաշտը ցույց կտա, որ այդ 1% օրինակ չափից դուրս ցածրել, ինչին ես չեմ հավատում, ասենք շատ եվրոպական երկրներ կան, նույն Նիդերլանդներում այդ նույնիսկ չկա շեմ, էֆեկտիվ շեյրի գաղափարը, որտեղ զրամբոջ 67% ազգային ժողով անցնել է, էլի։ Ես չեմ համարում, որ դա պրոբլեմատիկ է, բայց ամեն դեպքում ապագայում դա հեշտ փոխելի բան է, կարող փոխեն սարքեն 2%։ Ու վերջապես ու ամենակարևորը ինձ թվում է նաև մեր նախորդ քննարկման այդ ատելության խոսքի կոնտեքստում բոլորին դեմ եմ քվեաթերթիկի ավելացնելը։ Մենք ուզում ենք, որ ընտրությունների ժամանակ լինի բոլորին դեմ եմ քվեաթերթիկ իրավական հետևանքներով։ Այսինքն ոչ թե ուղղակի լինի բոլորին դեմ եմ քվեաթերթիկ, որ դու գնում ես բոլորին դեմ եմ քվեարկում ոչ մի բան չի փոխվում, որտեղ եթե դու ոչ մի իրավական հետևանք չունի, դա նույնն է ինչ չգնալ ընտրություններին, դա նույնն է ինչ գնալ ընտրություններին քվեաթերթիկը փչացնել, դա նույնն է գնալ ընտրություններին քվեաթերթիկի վրա չափնորից գնել։ Տարբերություն չկա։ Դրա համար մենք բոլորին դեմ եմ քվեաթերթիկ ենք ավելացնում իրավական հետևանքներով, իրավական հետևանքը որն է։ Ինչքան տոկոս բոլորին դեմ եմ հավաքի, այդքան դատարկ մանդատ լինելու ազգային ժողովում։ Բարի Հանս Մարիամը, իմ հարցը իսկապես չհասկացա այդ բոլորին դեմ եմ բաց մանդատները, հետո ով է լրացնում։ Չի լրացնում։
այդ տարվա այդ ազգային ժողովը, որտեղ որ մարդկանց օրինակ 10%-ի չափ զզվացրել են, 10 դատարկ մանդատ ալինել։ Այդ 90 պատգամավորով պիտի հասկանան ոնց են օրենքներ հասկացնում, ոնց են իշխանություն ձևավորում, այդ մեր խնդիրը չի, որպես քաղաքացիներ։ Դա իրանց խնդիրն է։ 10 հոգի ավելի քիչ կստանա Հավայի տեղը վարկեորջար ու աշխատավաց էլի։ Բայց մեծամասնությունը միևնույնն է նույնն է, այսինքն ցանց ձևավորում այլակում հարաբերություն ազգային ժողով օրինակ 10 մանդատ քիչ է, բայց էլի չգիտեմ 45 հարաբերություն իրենք մեկը իրենց օրենքները հասկացնում են։ 45-ով չէ։ Նայեք, երբ որ 90 հոգիներ էլի օրինակ։ Հա, բայց նայեք, երբ որ 100 է, իշխանություն պետք է ձևավորվի 50 մանդատով։ Երբ որ դու այն 10-ը հանել ես, հաշվարկից 100-ը թողել ես, այսինքն իրանց ոչ թե ժամանակ պետք է լինելու 45 պատգամավոր, այլ իշխանություն կազմելու համար սենց տենց 50-ն է պետք լինելու։ Այսինքն ընդհանուր թիվը չի փոխվում։ Դու 100-ը պահում ես սենց տենց ու օրենքները հասկացնելու այդ 2/3-ը մեծամասնությունը քվորումը 3/5-ը այդ բոլոր կանոնները իրանք գնում են 100-ի նկատմամբ, ոչ թե 90-ի։ Հա, օքեյ։ Դա ոչինչ ձևավորվում է, Եթե ստացվում է նենց, որ դենակ օրինակ 10 մանդատը որ ձևավորվի, ինքը ուղղակի մի փոքր խնդրեմ առնելու քաղաքական գործիչների համար, բայց օրինակ եթե լինի 20%, 25% լուրջ քաղաքական խնդրեմ առաջացնի, լուրջ։ Հա, ընդհանուր 3% ոչ մի խնդիր։ Եթե հա, ինքը լրիվ արդար է, որովհետև նայեք Եթե Հայաստանի Հանրապետությունում ու մի տոկոս շերմի հետ համադրեք այս միտքը, որ մարդիկ գնացել են կուսակցությունների քվեարկել են ինչ-որ 10-15 կուսակցություն անցել ազգային ժողով եւ տոկոսներ բոլորին դեռ այդ 3 մանդատը թողնել նա ինքը ոչ մի էֆեկտ չի ունենալու ու նորմալ է, որտեղ մարդիկ պետք են քվեարկել։ Այստեղ իրականում այս բոլոր մոտեցումները որ մշակել են, մեկը դրա հիմքում կարծիքով այն է, որ մարդիկ, որոնք որ ալարում են գնան ընտրությունների կամ ունեն շատ հստակ կարծրատիպ, որ ընտրությունների մասնակցելը ոչինչ չի տալու, որովհետեւ ոչ առաջինը, ոչ երկրորդը, ոչ երրորդը մեկը այն չի, ինչ որ իրանք ուզեն, այսի ոնց որ ավել գործիք է կազմում, որ դու все-таки այդ օրը գնաս ընտրատեղամաս ու հստակ իմանաս, որ քո դիրքորոշումը արժեք ունի, այսինքն ինքը հստակ հա ասելիքի մեջ է էլի մտնում, ոնց որ ողջ process-ը դրա շուրջ է կատարվում, որտեղ իրոք թե նախորդ ընտրությունները, թե դրանից առաջ ոնց որ մենք գիտենք, որ շատ փոքր է էլի մասնակցության թիվը ու սովորաբար երբ որ մարդկանց տանց մանր քննարկումների ընտանեկան հավաքների կամ փողոցում հարցուփորձի ժամանակ ասում ես իսկ ինչու դուք չեք գնում ընտրությունների ասում են դե մեկը իմ ձայնը ոչ մի բան չի ասում կամ իրանք խոսում են դրա մասին որ ես չունեմ բացարձակ նախընտրած մարդ է ինձ համար մի քիչ ուտոպիստական է հնչում որտեղ չեմ հասկանում ճիշտ ասած վերջն արդյունքը երբ որ բոլորին դեմ են 10 տեղ մանդատ չգնաց բարձա օքեյ պետք բյուջե խնայում ենք չեն անցնում ահագին խնայում ենք աշխատավարձ էլի իրանք իրար մեջ որոշել են հա հասկանում եմ այստեղ տրամաբանությունը բազմակուսակցականության մշակույթին գնալն է այդ մոնոիշխանության տարերը վերացնելով այնուամենայնիվ էլի դուք օրինակ որպես մտածող մարդիկ կամ մտածող մարդիկ մեր հասարակության ովքեր որ այնտեղ պետք է նստած լինեն ու ասելիք ունենային իրենք հաստատի այնտեղ նստած չեն լինում ու էլի օրակարգերն են առաջ տալու որոնք որ ներկայացված են այնտեղ Բարձր հասարակ, ոնց ենք մենք ուզում մեր օրակարգերը առաջ տանել ու կներեք, էլ ուղղակի չգիտեմ հիմնականում ինչ գաղափարներն եք, բայց ենթադրում եմ ձախական է շարժումը, հա, ձախականը, թե նման կողմնորոշում, դիրքորոշում չունեք։ Ենթադրում եմ զուտ որոշ մարդկանց իմանալով էլի շարժումը։ Թույլ կտաս։ Բոլորին դեպը նույնիսկ մեր նեղ քննարկումների մեջ ոնց որ շատ խառը կազմում։ Հա։ Հստակ դրված է այն բանը, որ քանի որ շարժումը հստակ նպատակի է ծառայում ու չկան երկար ծրագրեր կապված են այդ ոնց ենք տեսնում S, N, մյուս 4-րդ, 5-րդ ոլորտների կարգավորումը, կան մարդիկ, որոնք որ այս կամ այն հասցի շուրջ ունեն նույնիսկ ռադիկալ տարբեր հայացքներ։ Բայց այս երկուսով նստածս երևի կարող ենք համացակ ասենք, որ Արամ ասում է ինքը տենց շատ ձախական չի, մի քիչ ձախական է, բայց ես հա տենց բավականին էքստրա ձախական հայացքներ ունեցող մարդ եմ։ Քեզ ճիշտ է, զարթել չէ, էլի։ Հա։ Բայց եթե վերադառնանք մի հատ բառ, որ ամենասկզբից դուք ասիք ուտոպիա բառը օգտագործեցիք։ Ես ամեն անգամ երբ որ լսում եմ, որ մարդիկ ուտոպիա բառը օգտագործում են բացասական իմաստով, մի քիչ սիրտս բան կախ է անգնում, այն տրամաբանությունից ելնելով, որտեղ որ
ուտոպիա գաղի ոնց որ ճիշտ էության եկանք, այդ հասարակությունը, որտեղ որ բոլորը հնարավորինս հավասար ջանք են գործադրում հանրային բարիք ստեղծելու համար։ Եթե գալիս ենք այնրան, որ 2026 թվականի Հայաստանի Հանրապետությունում այդ հələ որ նոնսենս է կամ անսպասելի բան է, այդ մի բան է էլի, որի համար արժի աշխատանք գործադրել ու գտնել մեխանիզմներ, որ եթե ոչ արհեստականորեն, բայց նույնիսկ թեթև արհեստական բաներ մտցնելով, որ դա դառնա ոնց որ բնական կենցաղի մի մաս, էլի։ Հիմա դա կլինի նույն բոլորին դեմեմի ընթացքում թե հետո ձևավորվող նոր շարժման կամ փոխոցների մեջ, բայց ես այդ մի բանը վստահ գիտեմ, որ շարժումը все-таки իր հիմքում ունի մարդիկ, որոնք որ այդ հանրային բարիքը ու որ բոլոր հավասարաչափ շատ ցանկալի է ջանք գործադրել հանրային բարիքը կայանալու համար շատ են, ինչ վերաբերվում է կանանց ներգրավվածությանը շարժման շարքերում ու տենց շարունակ, ես ինքս ունեմ մի փոքր տխրություն, որ իրանք այնքան շատ չի, ես կուզեի իրոք մտնեի սենյակ, ոնց որ մեր շտաբ մտնեի ու ես ոնց որ լինեի։ Ոնց որ էս սենյակը։ Հա, ոնց որ էս սենյակ, այդ ոնց որ ինձ այնքան մեծ ոգևորություն դախնավենյակը պատճառ էր, որ եթե հիմա ինձ թվում է աշխատանք անում եմ այս կամ այն բանի համար, կանեի 10 անգամ ավելի շատ։ Ու այդ էլ իմ կարծիքով կակ մինիմում մեր շարժման շրջանակում մարդիկ են, որոնք որ դրա մեջ ոչ թե խնդիր են տեսնում, այլ տեսնում են միտում, որին որ պետքա ձգտել, էլի։ Չգիտեմ։ Եթե ինչ որ ձեր պատասխանեցի նոր ամբողջ Սա մենակ մի հատ բան ավելացնեմ, որ այդ կանանց կվոտան ընդ օրենք կա, ու կանանց կվոտա չի, սեռային կվոտա, որ բան 3 ամի 3-ը պետք է լինի։ Այդտեղ իդեպ մենք որպես տես կուսակցություն ունենք, չի որ ինչ-որ դիրքորոշում ունենք այդտեղ, բայց փաստացի պրոցեսներում մենք գնահատական ունենք, որ դա մեծ հաշվով ավելի վնաս տվող բան է, քան խնդիրը լուծող բան է։ Խնդիրը այն է, որ մենք ուզում ենք պատասխանելու եք ինձ այն հարց վերաբերվել կուսակցության մասը, որ գիտեմ էլի։ Խնդիրը վերաբերվում է, խնդիրը ո՞րն է։ Մենք հստակ ունենք խնդիր, քաղաքականությամբ կանայք չեն զբաղվում։ Այդ խնդիրը, լուրջ խնդիր է, ու գիտեք ոնց, քանի որ ես այնքան զախական չեմ, բայց իմ տեսանկյունից ասեմ, որ նա խնդիրը։ Իմ խնդիրը ոչ թե նա որ կանայք չեն զբաղվում, այսինքն դե ինչ-որ պետք է բան բերել, որ հավասար զբաղվեն։ Իմ խնդիրը է չի, իմ խնդիրը այն է, որ մեր քաղաքացիները հավասարապես չեն զբաղվում քաղաքականությամբ, որտեղ որ վառ երևում է, որ կանանց շրջանում էդի լուրջ խնդրեմ է, կանանց շրջանում շատ ավելի քիչ է, շատ կոպիտ ասեմ, եթե պարզվեր, որ օրինակ բան 23-ից 25 տարեկան քաղաքացիները չեն զբաղվում, իմ համար նույնիսկ խնդիր է լինելու, ասել եմ իվեք են, ժողովուրդ ջան, պետք է այդ ամեն ինչով զբաղվել։ Դրա համար ինքը լուրջ խնդիր է, ու այս քվոտան ինքը շատ ավելի խորացնում է այս խնդիրը, եթե կարամ այս պրոցեսների մեջ որպես մարդ, որ կուսակցություն է ստեղծել ու զբաղվել այդ պրոցեսներով, որ այդ քվոտան լրացնի, մի կողմից կարելի է մեզ քննադատել, ասել, օքեյ, երևի թե չեք կարողացել նրանց միջավայր սարքեք, որ կանայք կան ձեր մոտով, ձեր մոտ մասնակցեն, ես այդ քննադատությունը կարող եմ ընդունել, ասեմ, օքեյ, միգուցե ինչ-որ տեղ մենք ինչ-որ սխալներ ենք արել, բայց այդ միջավայրի owner-ը մենք չենք մենակ։ Այդ քաղաքական դաշտը մեզնով չի որոշվում։ Այդ քաղաքական դաշտը մնացած բոլորով է որոշվում, ու հիմա մեր մոտ այդպես է ստացվել, որ կանայք չեն հետաքրքրվում, շատ չեն հետաքրքրվում, ու այդ քվոտան ոնց որ գնաց վերքի վրա աղլեցես, որովհետև դու ստիպված ես լինում զանգել մարդկանց, ասել, գիտեք ինչ կա, բան, մենք պիտի քվոտա լրացնենք, ոնց որ այդ բանը ձեզ այս համար լինի։ Դու ընտրություններ ես կազմակերպում, ցուցակ ես սարքում։ Այդ ցուցակի մեջ, ասենք, օրինակ Նինա Կարապետյանց, ես Նինայի վերաբերյալ եմ ասեմ, ոնց որ ամենամեծ խնդրեմը որ ասում են, հա նայ կին վարչապետ են ընտրել։ Ասենք գնացել են, բան հատուկ կին վարչապետ են ընտրել։ Դրա համար ես միշտ հակառակ բան եմ ասում, չէ կին վարչապետ չենք ընտրել։ Ընտրել ենք մարդ, ով որ ընտրություններում եկել հաղթել են։ Ու նույնը ցուցակների դեպքում, երբ որ օրինակի համար այդ սեռային քվոտան դու ցուցակ ես կազմում, մեկից ինչ որ 15 տեղեր, հա, ընտրություններ ես արել։ Ինչ որ կինա, ով որ զբաղեցրել է օրինակի համար 8-րդ տեղը, հա, սեռային քվոտան, քեզ ստիպում է որ դու իրան սարքես 6-րդ տեղը, ու դու այդ կնոջը սարքում ես 6-րդ տեղը, ու այդ կինը ոչ թե մտածում է որ ես գնացի ընտրություններին մասնակցեցի, զբաղեցրեցի 8-րդ տեղը, ես այդ ցուցակում 8-րդ տեղն է, այլ մտածում է թե ինձ դրեցին 6-րդ տեղը։ Որովհետև արդար մրցակցության պայմանները խախտվում են։
Այսօր բոլորին դեմ եմ այդ արտահայտության բուն գաղափարելը, որ դեմ եմ ոչ էլ գնալու ոնց որ ոչ թե դեմ եմ ու գնամ նախ եթե բոլորին դեմ ես արդեն իսկ կասկածը մի տես անգամ որ մտածում ես դաժե եթե ասես բան սերոսպիտակի վրա գրած է բոլորին դեմ եմ, որ հաստատ ամեն դեպքում եթե ինքը կուսակցությունը է իրենց ներկայացնում ուրեմն ինչ-որ ուժի է հարում, ուրեմն հետո ձայներդ կավատասին քիչ-որ մեկի հետ, ոնց որ բոլորն են ի սկզբանե խոստանում են, որ չեն միանալու, եթե հանկարծ մեծամասնություն չեղան, դուրս են գալու ու լիքը անգամներ ոնց որ մենք անակնկալի ենք եկել, նենց ուժեր են իրար միացել, որ սենց մտածել ես, ինչ է էլի կատարվում։ Ոնց որ եթե դու բոլորին դեմ ես, իրականում էլի Նաև դեմ կլինես բոլորին դեմ եմ ինք։ Եթե դեռ համաձայն ենք, մենք չենք սարքեն այս բան, որտեղ որ կարիք չկա մեզ վստահել։ Չենք կարող այս բան սարքենք, որտեղ կուսակցություն են։ Կուսակցությունը ավտոմատ ենթադրում է, որ ինչքան էլ մենք փորձում ենք սենց անենք, բայց մենք պետք է ոնց որ վստահության կետին հասնենք, որ մեզ վստահեն։ Ուրիշ ձև չկա, իրական բոլորին դերում կգատեր չի էլի, որ օրենքին վստահել։ Մենք եթե հասնենք այդ վստահության կապիտալը, օքեյ, եթե այս ընտրություններին չի չհերիքի ենքան, որ կանոն փոփոխություններ անեն, ինքը հիմք է հանդիսանալու մեր անդամներից դուրս մարդկանց համար քաղաքական սիգնալ լինելու, որ ժողովուրդը, քաղաքացիները պահանջում են նոր ուժեր։ Եթե ճիշտ է այդ բաղարկապակցությունը օգտագործել, ոնց որ սա չափելի արդյունքներ տվող սոցիալական էքսպերիմենտ է նաև։ Եթե ես կարծիքը հայտնեցի, որ մարդիկ, որոնք չէին գնում ընտրություններին բոլորին դեմ լինելով, որովհետև չունեն առասարակ նախընտրած ինչ-որ մեկին, բազվի իրանք ոչ թե այդ է հալցան, պրոստը տենց ալավում են տնից դուրս գան։ Ոնց որ այս պրոցեսը ցույց կտա արդյոք ցոտիկի ձեր ասած տարբերակն է, թե մեր ասածն է, հա, որովհետև եթե բազի որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիների, ասենք պլյուս մինուս 51%-ը պարզապես թամբալ կամ թամբալակակ մինիմում քաղաքացի լինելու հարցում, այսինքն իր դիրքորոշումները ցույց տալու հարցում։ Միգուցե, երբ որ այս ընտրություններից հետո ես Արամը ու մեր մյուս գոլեգաները ցանկալի կլինի նաև դուք բոլորդ նստենք մի սեղանի շուրջ ու նոր մեխանիզմներ փորձենք հասկանալ կամ հասկանանք հաջորդ սոցիալական էքսպերիմենտը որն է, որ պիտի անցկացնենք, բավից լավագույն իմաստով սոցիալական էքսպերիմենտը։ Երևի արդեն պիտի միտված լինի նաև նրան ոնց անել, որ այդ ալարկոտությունը ոնց որ քոքից կտրես կամ իրան նենց սնուցես, որ ինքը լրիվ ուրիշ բանի վերածվի, էլի։ Նենց որ իմ կարծիքով այն կետում, որ ինքը մի քիչ ուտոպիստական կարա թվա, մի քիչ լավագույնս չափված չլինի հենց քաղաքական կոնտեքստների մեջ կամ ընտրության մասնակցելու կոնտեքստում, իրան կարելի է նայել որպես սոցիալական էքսպերիմենտ, որը որ հաստատ չափելի արդյունք է ունենալու, էլի, ու չափելի արդյունք ունենալու որոշ թե որին որ մասնակցեց ընդամենը 1000 հոգի, որտեղ սովորաբար այդ հարցումները, էքսպերիմենտները վարանում անում են շատ նեղ շրջանակում։ Այստեղ կարանք ասենք պլյուս մինուս 2 միլիոնանոց սոցիալական էքսպերիմենտ է, ինչը ինձ թվում է մի բան է, որի վրա երբ որ դու ջանք ես գործադրում, հաստատ հետաքրքիր արդյունք ունենալու է, դες բոլորս ունենալու ենք մտորումների տարածք, որը որ հետաքրքիր տեղեր է մեզ բերելու, էլի, դες մղման համար նույն ինքը ոնց որ իմ կարծիքով մաքսիմալ արդյունավետ բան է։ Այս ձեր արտահայտած մտքի հետ կապված է ուզում ասել, որովհետև եթե դիտարկում ենք, որ սոցիալական էքսպերիմենտ է, օրինակ իմ համար շատ թանկ գին կարա ունեն այդ սոցիալական էքսպերիմենտը, որովհետև հիմա կան ուժեր, որոնց որ ես ավելի դեմ եմ, քան մյուս ուժերին, որովհետև կան քաղաքական ուժեր, որոնք որ օրինակ կոնկրետ իմ համար ես քվիր կին եմ, ու եթե իրանք ընտրվեն, իրանք իմ իրավունքները սահմանափակելու են։ Իրանք բարձրաձայն ասել են ընդդիմության ներկայացուցիչներ, որ փակելու են կազմակերպություններ, որոնք որ զբաղվում են կանանց իրավունքների հարցերով, որոնք որ ֆեմինիստ կազմակերպություններ են, որովհետև իրանք դիտարկում են որպես օտարերկրյա ագենտներ։ Ես զբաղվում եմ LGBT+ անձանց իրավունքների պաշտպանությամբ։ Այս քաղաքական ուժերը ասում են, որ ես հիմա պրոպագանդա եմ անում եւ բերում եմ մի արժեքներ, որոնք վնասեն մեր պետությանը, մեր ազգային ինքնությանն են վնասում։ Ու հիմա ձեր առաջարկած տարբերակը նաև առաջարկում է, որ կլինի հավանականություն, որ կգան նաև, եթե դուք ունենաք նաև այդ 10%-ը, դուք ամենայն հավանականությամբ, եթե իրենք ընդունեն ձեր առաջարկը, իրենց հետ կհամագործակցեք։ Այսինքն ստացվում է, որ կոնկրետ իմ դեպքում, որպես ընտրող, ես ահագին մեծ ռիսկի եմ դիմում ու
որոշ դեպքերում նաև իմ կյանքն է ռիսկի տակ դնում, իմ գործունեությունը, որ եթե հավանականություն լինի, որ իրենք համաձայնվեն ձեր առաջարկին եւ համագործակցեն, ինչքանով կարող եմ ես վստահ լինել, որ օրինակ դուք իրենց առաջ նաև նախապայման կդնեք, որ օրինակ մարդու իրավունքները սահմանափակող որևէ օրինակից չպիտի առաջադրվի կամ չգիտեմ ոնց եք ապահովելու, որ օրինակ համոզված լինեք, որ կիսում եք այն արժեքները, որ որևէ ֆունկցիա չպիտի խտրականացվի։ Ուրեմն մենք մի անգամ այսպես ասած սկսնակ քաղաքական գործիչներ ենք, մի անգամ հարցազրույցի ժամանակ օգտագործեցինք համագործակցել բառը, որը որտեղ շապից դուրս շահարկվեց, դրա համար ստեղ համագործակցել բառը չօգտագործեցի ես, ասացի վերջնագիր ոչ մի ուժ, բացի մերնից, մեր դներով չի գալու իշխանության։ Վերջ։ Մեր համար կարմիր գիծա ամեն ինչը, բացի մեր ծրագրից, բացի ընտրական օրենսգրքի փոփոխություններից ու 100 օր հետո նոր ընտրություններ նշանակելուց միմիայն մեր վարչակազմի տեխնիկով մնացած ցանկացած բան մեր համար կարմիր գիծ է։ Մենք չունենք ոչ մի բան բանակցելու, չունենք ոչ մի բան առևտուր անելու, մենք ամեն ինչ իրանց տեղը բանակցել ենք, մեր վարչակազմի տեխնիկան իր համար չի կազմակերպելու ընտրությունները հրաժարվելու է քաղաքականությունից եւ այլն, բայց գոյություն չունի նման ֆորմատ, թեկուզ եթե իրանք ինձ առաջարկեն ինչ որ մի բան, որը ես կհամարեմ լավ բան է, մեկը դենք համար կարմիր գիծ է, որովհետեւ մենք կոնկրետ բանը քաղաքական ուժ ենք, բայց իրականում բոլորին դեմ են քաղաքացիների համար, այդ մարդիկ մեզ մանդատ են տալի մի բանի համար, իրանք մանդատ չեն տալի դրա համար, թե ես ինչ եմ ճիշտ համարում կամ սխալ։ Այսինքն բացի բոլորի դեմ ծրագրից մնացած ամեն ինչը անխտի կարմիր գիծ է մեր համար։